Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք A1+-ի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Շնորհակալություն պարոն Հայրիկյան։ Շնորհակալություն։ Վաղը բռնադատվածների օրն է, հիշում եք թե ինչպես էր որոշվել այդ օրը նշել եւ ինչպես է նշվել այս 24 տարիների ընթացքում։ Ես իսկապես չգիտեմ թե ով եւ երբ է որոշել, բայց միշտ լավ հարաբերությունների մեջ եմ եղել տարեց բռնադատվածների, նաև այդպիսի հասարակական կազմակերպություն կա Ռուդոլֆ Գրիգորյանի գլխավորությամբ էր գործում, բոլոր տարիներին հրավիրվել եմ, մասնակցել եմ աշխատանքներին ամենալուրջ կերպով, որքան որ հնարավոր է, օգտագործելով իմ անձնական կապերը ժամանակին կարողացել եմ միջնորդել, որ մի հուշարձան հատկացվի։ Իհարկե հիմնական գաղափարը Ջիմ Թորոսյանի գաղափարն էր, կառուցել կիսա կանգուն եկեղեցի, այսինքն կիսով չափ է կանգնած, որով խորհրդանշվեր այդ բռնադատման գործողությունների բացասական հետևանքը։ Դա պիտի լիներ Կասկադի հարևանությամբ։ Բայց երբ ես մեր կառավարության առաջ այդ հարցը բարձրացրի, իրենք զարմանալիորեն արագ ընդառաջեցին այն Կասկադի վերևի մի կառույց հատկացվեց որպես բռնադատվածների հուշարձան։ Ամեն տարի այդ օրը այցելում ենք, ծաղիկներ դնում, նաև լինում են իրենց ցավերից խոսող անհատներ, ընդհանուր առմամբ պետական լուրջ մակարդակով այդ ազգային ողբերգությունը չի նշվել։ Իսկ ազգային ողբերգություն կարելի է կոչել, որովհետև բազմաթիվ մասնագետներ զուգահեռներ են տանում անգամ ապրիլի 24-ի եւ 37 թվականների զանգվածային կալանավորումների մեջ։ Նույնիսկ կենսագրական համեմատություններ են եղել, գրականագիտական ուսումնասիրություններ կան, թե ինչ էր գրում Սիամանթոն կամ Զորհապը ինչ էին գրում եւ ինչ էր գրում Չարենցը, ինչ էին գրում Բակունցը այն պայմաններում։ Այո։ Բայց ընդհանրապես 37 թվականի նկատմամբ զարմանալիորեն այս վերջին ամիսներին վերաբերմունքը փոխվել է եւ անկախության 23-րդ տարում մենք կարծես թե վերանայում ենք ինչ որ բաներ եւ ասում ենք զարմանալիորեն տարակուսելի է ձևով, հա, որ Միկոյանը լավն էր, չգիտեմ, Ստալինը լավն էր, Բերյանն էլ ոչինչ։ Ինչով եք դա բացատրում։ Նախ այսպեսի մի հարց կարելի է տալ։ Ես ամենալավ մարդն եմ, բայց հիմա մեկին փողոցում սպանել։ Ինձ գնդակահարել են, չէ՞։ Եվ ես պիտի հիշվեմ որպես մարդասպան։ Եթե մեկին բռնաբար է, ինձ ամենախիստ կերպով դատելու են, չէ՞։ Այսինքն մարդը ամբողջ չկա վատ մարդ, բայց մարդիկ իրենց վատ, ծայրահեղված դրսևորումների համար համարվում են դատապարտելի կամ ոչ։ Դա վերաբերում է եւ հանճարներ եւ շարքային քաղաքացուն։ Հիմա ես տարօրինակ չեմ համարի։ 91 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ մեր ժողովրդի մեջ եղել են մարդիկ, KGB-ի ուղղակի եւ անուղղակի գործակալներ, եղել են ստոր մարդիկ, քրեական մտածողություն ունեցող մարդիկ, որ չեն քվեարկել անկախության օգտին։ 1-2%։ Չէ, 6%։ 6%-ը դեմ է քվեարկել կամ չի քվեարկել։ Հիմա այդ 6%-ը եթե ստանում է իշխանական լծակներ եւ ազդեցություն ունենալու հնարավորություն, մանավանդ արտերկրյան աջակցություն, այդ 6%-ը կարող է բավական տեսանելի լինել, բայց ես համոզված եմ, որ մանավանդ հենց այս Միկոյանի առիթով ես տեսա, թե որքան ես ուղղակի դեք շատ ուրախանում եմ, երբ բան կա, որ ուզում եմ ասել, վայ տեսնում եմ ուրիշն ասած, որովհետև իմ ամբողջ կյանքում մտածել եմ, թե ինչ որ մեկը այդ գործը կանի, ես դա չանեմ, ես զբաղվում եմ գործերով, որ ուրիշը չի ասում, որի հետ համաձայն եք դուք։ Օ, շատ լավ բաներ, շատ մտավորականներ ու նախ բազմաթիվ փաստեր ասպարեզ բերեցին, երկրորդ քաղաքագիտական եւ քաղաքակրթական տեսանկյունից հարցին նայելով ասում են մի նայեք այդպես լոկալացված, տեղայնացված հարցը նաեւ միջազգային նշանակություն ունի։ Դա միայն մեր անցյալի մի արատավոր կերպարի հատուկ վերաբերմունքը արտահայտում, դա մեր արժեքն է որոշում աշխարհի աչքում։ Ասենք աշխարհի շատ երկրներ, որ գիտեն առնակ այդ գնահատականը, ինչպես պիտի մեզ վերաբերեն լեհերը, ում սպաներին Միկոյանի նաև մասնակցությամբ ոչնչացրին Լեհաստանի սպաներին։ Չէ՞ որ դա կրկնություններ 1920 թվականի հայ սպաների ոչնչացման, տարհանման, ակսորման, այսինքն զուգահեռներ կան։ Դուք հայերդ եւ ձեր ողբերգությունն եք հարթարացնում, որովհետեւ սպայակազմը որևէ ազգի սերուցքն է որպես ազգ։ Եվ արդարացնում եք նաև օտարների նկատմամբ կիրառված չարագործություն, այսինքն չարագործը ձեզ մոտ դառնում է եւ դուք այդ արժեքով եք սկսում աշխարհին ներկայանալ։ Հետո շատ փաստեր կան, որոնց մասին ասենք կետարկետ շատ հրապարակումներ կան, որոնք ինձ ուղղակի ուրախացնում էին։ Ինձ ուրախացրեցին նաև որոշ ծայրահեղական դրսևորումները։ Ես ընդհանրապես կատակով ասացի, որ ժամանակին երբ պետք էր այն սերնդի Միկոյանասերներին
բացատրել կամ Ղարաբաղ կոմիտեի մարդկանց բացատրել, որ բոլշևիկների արձանները, եթե դու Ղարաբաղ եք գոռում, Արցախ էլ չէին գոռում, դրա համար ես իրենց բառն եմ կրկնում, ու մոռանում եք, որ դա բոլշևիկներն են արել, որ Ադրբեջանը չի գրավել, այլ բոլշևիկներն են դա արել, ու բոլշևիկներին շարունակում եք կուռք դարձնել կամ դեմ եք Լենինի արձանի հեռացմանը, ուրեմն մենք կներկենք այնքան ժամանակ, մինչև դուք հասունանաք։ 2 ամիս առաջ Համբարձում Գալստյանը ասում էր սրբապղծությունը Լենինի արձանը ներկելը, բայց հետո հանեց։ հետո ոչ միայն հանեց, այլ նաև հայտարարեց այս Չիվաղի արձանը հեռացրին։ Դա էր Ղարաբաղ կոմիտեի բովանդակությունը։ Որպեսզի այդ ամենը չլինի, որպեսզի ձեր ասած 6%-ը չդառնա 26 կամ չգիտեմ 56%, կամ իրավիճակի տերը գոնե քարոզ կամ իրավիճակի տերը։ Դուք եւ ձեր ընկերները ասում եք 90-ականների սկզբին լուստրացիա։ Հիմա դա արդեն ժամանակավրեպ չի։ Բավական ուշացված է, բայց երբեք լավ գործը ժամանակավրեպ չի լինում։ Դա պետք է փրկել այդ մարդկանց փրկելու համար, ազատագրելու։ Ինչպես են աշխատում ընդհանրապես քրեական մտածողության տեր մարդիկ։ Կարևոր չէ այդ քրեական մտածողությունը բոլշևիկն է, KGB-ն է, թե ով է։ Քրեական մտածողություն նշանակում է նպատակն արտահայտում միջոցները գործելակերպով աշխատող մարդիկ։ Նրանց գլխավոր ցանկությունն է ոչնչացնել մարդու ինքնությունը, ինքնուրույնությունը, անկախությունը եւ նրան ենթակայեցնել։ Քանի դեռ մարդը, այսինքն օրինակ ինչ էին անում սովետի ժամանակ, ասում էին տուրիստական խումբ է գնալու, այստեղ ստորագրի, որ կհետևես, կզեկուցես։ Պրուսկանյան ընդհանրապես այդպեսի մի բան էր դրան համարժեք, բայց հետո ինքը հրաժարական տվեց։ Այդ ստորագրությամբ ինքը կախվածության մեջ է մտնում, որովհետև վերադարձել է 2 դանոց է գրել, որ բոլորը իրենց շատ լավ էին պահում։ Չի էլ գրում որևէ մեկի մասին։ Ասում են, տեսա մեր մարդն է, հանգարց։ Հիմա երբ որ այդ մարդուն դու ասում ես, գիտես, ինչքան մի անգամ արի հայտարարենք, որ քեզ ստիպել են, ու դու ազատագրված ես։ Ինքը իսկապես կազատագրվի։ Հակառակ դեպքում կմնա մշտապես կախվածության մեջ եւ հեշտությամբ ինչպես խամաճիկն է օգտագործում թելերով, այդպես թելերը գծկեն, ասեն տես խելոք մնա։ Ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր ավելի լուրջ են խրված եղել։ Երբեք դա ուշ չէ, թեկուզ անցյալի նկատառումով բացել, խոսել ճշմարտությունը, մատուցել, խոնարհվել նրանց տառապանքների առաջ, չէ՞ որ այդ մարդիկ բնա ստեղծված են որպես ազնիվ մարդիկ եւ օգնել դա հասարակությունը մաքրելու, հասարակությունը առողջացնելու քայլ էր, որին դեմ էին իհարկե նրանք ովքեր ունեին այդ ցանցը, նրանց գործակալները։ Բայց ասվում են նաեւ, որ գործակալական ցանցը բացահայտելը մեր անվտանգությանը կարող է վտանգել։ Հիմա էլ այդպես ասում են։ Եթե Հայաստանի անվտանգությունը այն է, ինչ այսօր կա, այսինքն ծառայել ռուսական իմպերիայի, ռուսական իմպերիալիզմի շահերին, ճիշտ են ասում։ Իսկ եթե մենք խոսում ենք Հայաստանի անվտանգության մասին, ապա դա անհեթեթություն է, որովհետև քրեական օրենսգիր կա։ Ըստ էության Հայաստանը խախտում է քրեական օրենսդրությունը իր, որովհետև կա հոդված լրտեսության վերաբերյալ։ Բոլոր գաղտնի գործակալները անցյալում թե ներկա դրանք լրտեսներ են։ Լրտեսներին բացահայտելը պետության պարտականությունն է։ Դա շատ ծանր հանցագործություն է։ Նույնիսկ 1-2 լրտեսը կարող են պետության համար շատ վնասակար լինել, բայց տեսեք ինչ է կատարում։ Այդ ծանր հանցագործությունը միաժամանակ նախատեսում է բացառիկ վերաբերմունք։ Այն լրտեսները, ովքեր կխոստովանեն, որ իրենք հավաքագրված են, նրանք ներվում են, օրենքում դա ասված է։ Այսինքն ամենախիստ հանցագործություն համարվող դեպքի համար կա ամենամեղմ պատիժը, որովհետև հասկանում են, որ լրտեսը գայթակղված մարդն է կամ ճշմարտ ենթարկված մարդ է, այնպես որ մերոնք օրենք են խախտում եւ այդ օրենքի խախտումը բնականաբար, երբ այդպեսի զանգվածային չափեր ունի, պիտի բազմաթիվ վնասներ տար։ Թե չէ տեսեք, օրինակ ես 12 կետով հայտարարություն են ընդունել, չէ, 4 կուսակցություններ։ Նրանք խոսում են ամերիկյան ընկերության կողմից Բորոտանի կասկադը վաճառելու մասին։ Լավ, դրա մասին որ խոսում եք։ Ինչի՞ չեք խոսում Սևան հարազատ կասկադի մասին։ Չէ՞ որ դա էլ է արժեք, դա էլ է ոսկու երակ, որ կարող էր մեզ պատկանել։ Բայց քանի որ այնտեղ գործակալական ցանցը մխրճված է, իրենք բոլորը գործակալներ են։ Այդ 4 կուսակցությունները ռուսական իմպերիալիզմի գործակալներն են, որովհետև ռուսական իմպերիալիզմի վայրագության պահին նրանք չեն խոսում մեզ բռնի կերպով Ռուսաստանին գցելու մասին։ Նրանք չեն խոսում Հայաստանը բարձրական գազի համար տարանցիկ ճանապարհ դարձնելու շատ շահեկան հնարավորության մասին։ Չեն խոսում գազի այլընտրանք ունենալու մասին, չեն խոսում Ադրբեջանին
թեկուզ նաև մեզ զենք մատակարարելու վնասակարարության մասին, չէ՞ որ քաղաքակիրթ երկրները կոնֆլիկտի մեջ գտնվող պետություններին զենք չեն վաճառում։ Ընդհակառակը փորձում են զենքի քանակը նվազեցնել։ Այդ բոլորի մասին չեն խոսում, դա չկա։ Խոսում են կարմիր գծերի մասին։ Իսկ գուցե այս կուսակցությունները ոչ թե ձեր ասած գործակալական ցանց են, այլ պարզապես նրանք հույս ունեն, որ իշխանության կգան Պուտինի միջոցով, դրա համար Պուտինին չեն ուզում նեղացնել։ Դենց է գործակալը նշանակում է օտարի միջոցով, ոչ սեփական ժողովրդի միջոցով իշխանության գալու ցանկություն նպատակ ունեցող մարդ։ Գործակալը լինում է ստորագրություն տված եւ գործակալը լինում է ազդեցության գործակալ։ Ազդեցության գործակալները շատ ավելի արդյունավետ են աշխատում, որովհետեւ նրանց ներսում բարդույթ չկա, խղճի խայտ չկա։ Նրանք համոզումով են իբրև թե գործում։ Ինձ համար նշանակություն չունի, թե իրենք ստորագրությամբ են գործակալ, թե ազդեցության գործակալ են, բայց եթե հույս ունեն Ամերիկայի միջոցով, Թուրքիայի միջոցով կամ Ռուսաստանի միջոցով գալ իշխանության, դրանք արդեն գործակալներ են։ Իշխանության Հայաստանում պետք է գալ միայն ժողովրդի կամքով, կամ էլ չգալ ու հանգիստ նայել։ Դու կարող ես շատ լավը լինել, շատ բարձր լինել, բայց այս ժողովրդին պիտի ծառայես։ Այս ժողովուրդն էլ ընտրում է, եթե իհարկե ընտրություն կլինի, դա էլ մի հարց է, որ գործակալական ցանցի նպատակը, այսինքն մեր թշնամիների նպատակն այն է, որ մենք մեր ժողովրդից կախված չլինենք։ Հետևաբար պիտի արդար ընտրություններ չլինեն։ Դուք կարծում եք այս նիկոյանական ընդհանրապես այդ մարդակերության, այսպես ասած, քարոզը գալիս է Մոսկվայից։ Դե Մոսկվայից սկսվեց, չէ՞, սովետական միության մասին դրական խոսակցությունները։ Եթե Պուտինը, որ սպես ռուսական իմպերիալիզմի կարկառուն ներկայացուցիչ, ասում էր, որ սովետական միությունը նույն Ռուսաստանն էր, եւ ինքը փորձում է սովետական միությունը օրինականացնել, այն սովետական միությունը, որից ռուսներն են հրաժարվել, եւ իր մոտ ստացվում է, որովհետեւ KGB-ն ժամանակին Ռուսաստանում նույնպես իշխանազրկվեց, այնտեղ այդպես կարելի ասել։ KGB-ն պատրաստ էր նաև դատվելու, ես դրա մասին խորապես տեղյակ եմ։ Նրանք նույնիսկ իրենց են գաղտնի արխիվներն են բացել, այնպեսի նյութեր են ինձ հայտնի դարձել իմ վերաբերյալ, ազգային միացյալ կուսակցության վերաբերյալ։ Միայն մի բան ասեմ, մեր կապարանոց չլինելու համար ռուսական մեմորիալից տեղեկացնում են, Զոլյանին կարող եք հարցնել, որ պարոն Հայրիկյան, ձեր վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր կան, չեք ուզում վերցնել։ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում 60-ական թվականներից եղել է Հայաստանը։ Հայաստանում ազգային միացյալ կուսակցության մեջ դուք, ես ասում եմ, ոնց է թղթերը կարող եմ վերցնել, կարող ես վերցնել։ Հետաձգեցի, KGB-ն կրկին դրության տերը դարձավ եւ Ռուսաստանը ազդարարվեց ոչ միայն իրավա ժառանգորդ, այլ նաեւ բարոյական արժեքների ժառանգորդ։ Ստալինը հիմա նույնիսկ խոսքի գնում Վոլգոգրադը կրկին Ստալինգրադ վերանվանելու մասին։ Այո։ Այսինքն այո, անմիջականորեն դա հետևանքն է Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունների, որովհետև գործակալական ցանցը, եթե անցյալում գաղափարախոսություն էին ձևականորեն ասում, այսօր դա էլ չի հետաքրում։ Առաջ գոնե ասում էին կոմունիստական գաղափարախոսություն, համաշխարհային հեղափոխություն, ասին սովետական միությունը ավելի լավն էր, քան այսօրվա Ռուսաստանը։ Այնտեղ գոնե գաղափար կար, որի դեմ կարող էր գաղափարական պայքար տանել։ Այսօր կա բռնի ուժ, ռուսական իմպերիա եւ իմպերիան ենթարկվելու պարտավորություն բոլոր գործակալների կողմից։ Տեսեք, կոմունիստները ցույց են անում մայիսի 1-ին։ Եվ չեն ասում, մենք Զյուգանովի հետ ենք, ասում են, մենք Պուտինի հետ ենք։ Դուք ինչ կապ ունեք Պուտինի հետ։ Եթե դուք կոմունիստ եք, գաղափարակիր եք, Լենինի հետ եք, Զյուգանովի հետ եք այսօրվա Ռուսաստանի, բայց դուք Պուտինի մասն եք խոսում։ Այսինքն շատ ակնհայտ է, որ մենք գործ ունենք այդ զարթոնքը նաև շեղելու նպատակ ունի։ Ինչի՞ց շեղելու։ Օրինակ, այսօր շատ լուրջ հարցեր կան, չէ՞, եթե դու խոսում ես մաքսային միության վնասակարության մասին եւ այսպես կոչված քաղաքական գործիչների, որ տնտեսական շահարկումներին ասում ես, դու բթամիտ չես։ Ռուսաստանը ընդամենը 2 տրիլիոնի արժեք ունի համախառն ներքին արդյունք։ Իտալիան նույնքան։ Իսկ եթե վերցնես Եվրոպական միություն 8 անգամ ավելի հզոր է, տնտեսական ավելի արդյունավետություն դու չես կարող ունենալ աղքատի հետ հարաբերակցելով։ Այդ պայմանը որպեսզի խոսակցությունները այդ ուղղությամբ չգնան, նրանք արհեստականորեն մեջտեղ են բերում Միկոյանի հարցը եւ մեծ հայ է։ Մեծ հայերի մեջ էլ կարող են լինել, չէ՞, բացասական կերպարներ, մեծս որն է, կամ նրան վերագրում են աշխարհում խաղաղություն հաստատելը։ Բթամիտների գագաթ է։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Միկոյանից էր կախված համաշխարհային պատերազմը, բթամիտ են։ Միկոյանը գնում էր Կուբա, նախապես ունենալով Խրուշչովի համաձայնությունը, որ եթե դուք Թուրքիայից հանում եք ձեր հրթիռները, մենք էլ Կուբայից կհանենք։ Ինչ համաշխարհ։ Մեկին պիտի ուղարկեին սուրհանդակ է։ Հա, ընդամենը սուրհանդակ, բայց այդ մեծամտությունը, սանապարտությունը, կարքին հայերը
Սանապարտության պետք չունեն։ Մենք բավական արժեքներ ունենք, որ դրանցով կարող ես ուրախանալ, հպարտանալ։ Այդ մաքսային Եվրասիական միությանը, հա, այդ Ռուսաստանի ճնշմանը Հայաստանում դիմադրում են շատ քիչ մարդիկ, ասենք թե մաքսային միության դեմ ձեր կամ ուրիշ մարդկանց ցույցերին տասնյակ մարդիկ են հավաքվում։ Ինչու՞։ Չէ, լինում են նաև հարյուրներ, անկեղծ որ ասենք, բայց եթե ես մենակ եմ դուրս գալիս եւ մենակ դուրս, ասում եմ, ես մենակ գնում եմ ցույց եւ 10 հոգի գալիս միանում է, որ իրականում երբեք այդպեսի բան չի եղել, 50-ից պակաս մարդ չի եղել։ Ես դա մեծ հաջողություն եմ համարում։ Եթե ես որպես կուսակցություն եմ դուրս գալիս, նախապես իրազեկելով եւ այդ դեպքում 50 հոգի է դուրս գալիս, դա վատ է։ Երբ մենք որպես կուսակցություն ենք հայտարարել դուրս ենք եկել, ստացվել է 300-ից 500 մարդ, բայց մենք բավարար չափով չենք իրազեկել։ Մեզ ուրիշ բան է։ Պիտի իրավիճակը շատ ճիշտ գնահատենք։ Եթե դու խոսում ես ժողովրդի մտածողության մասին, պիտի ուսումնասիրես։ Դա կա գիտություն։ Կարող է ոչ ոք փողոց դուրս չգալ, բայց հասարակական կարծիքի ուսումնասիրություն անցկացում եւ իմանում են, որ այս տեխնատի օգտին տրամադրված է այսքան մարդ, այս նախագահ ունի այսքան վարկանիշ։ Մենք գիտական մակարդակով պատվիրել ենք ու գիտենք գիտական մակարդակով հարցում կատարող մարդկանց խմբի հատուկ Հարվարդից ստացած ծրագրով եւ ստացել ենք Սերժ Սարգսյանի ստորագրման օրը մաքսային միություն կոչվածի կողմ է ընդամենը 23%։ Հետո այդ քարոզչության հետևանքով, ոչ արդյունքով, այլ հետևանքով այդ տոկոսը բարձրացավ, դարձավ մինչև 40։ Բայց իրական պատկերն այդ է։ Այո, ԱԻՄ-ից բացի ոչ ոք հրապարակային դրսևորումներ չի ունեցել, բայց ԱԻՄ-ը դուք նկատակ չեք լինի, որ ԱԻՄ-ը լուրջ նախապատրաստի մարդկանց կոչ անի թռուցիկներ բաժանի, ասենք 100,000 թռուցիկ։ Մենք ուղղակի ասում ենք, մենք այսօր գնում ենք բողոքել, ով գալիս է թող գա։ Եվ ես դա չափանիշ չեմ համարում ժողովրդի տրամադրության։ Ցանկացած հայ մարդ, երբ հարցնում ես ուր կուզես գնալ հանգստանալու կամ որտեղ կուզեիր աշխատել, նա խոսում է Եվրոպայի մասին, չի խոսում նույնիսկ Մոսկվայի կամ Պետերբուրգի մասին։ Սոցիալական խնդիրները այնուամենայնիվ կարմիր գծերը ենթադրենք, հա, եթե Քարյակը հայտարարի հանրահավաք ընդդեմ կարմիր գծերի, ապա ԲՀԿ-ն ավտոբուսներով ուրեմն հազարավոր մարդիկ կբերի եւ կլինի ուրեմն ամբողջ ազատության հրապարակը կարմիր գծերի դեմ պայքարող։ Ընդամենը 5000 հոգի էին հավաքել։ Իրենք էլ այդ Քարյակը հայտարարելով, ազդարարելով, սպառնալով, որ մենք տեսեք ինչեր ենք անելու, սպառնալով նկատել են վերացական առանց հաստիատիրոջ, էլի քանակ չէին հավաքել։ Ուզում եմ ասել, մանավանդ եթե արհեստական ճանապարհով պիտի բերեն։ Իսկ այստեղ մենք առաջին անգամ հայ իրականության մեջ համարձակվել ենք այդ տոտալ քարոզչության պայմաններում, համընդհանուր քարոզչության պայմաններում հակաարժեքային համակարգ։ Մենք եվրոպական դրոշներով փողոց ենք դուրս եկել։ Եթե Հայաստանի քաղաքացիները ունենային այն տրամադրությունները, որ ունեն իշխանությունները, գոնե մի հոգի գար կասեր ես դեմ եմ դրան։ Եղել են հարցնողներ, բայց տասնյակ եվրոպական դրոշներ մենք մերը նվազագույնն արեցինք ցույց տալու համար մեր ժողովրդին, որ դուք անհատ քաղաքացիներ մենակ չեք, ձեր առողջ տրամադրություններում դուք միայնակ չեք, կա քաղաքական ուժ, որ իսկ հիմա երևի մեր վաղվա համահավաքից հետո դա դեռ համագումար չէ, բայց մենք մեր ուժերը սկսում ենք վերադասավորել եւ երբ մեզ համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանում քաղաքական ուժեր չկան, բոլոր քաղաքական ուժերը մեկ այլ քաղաքական ուժի պայմանական կարող ենք ասել FSB-ի կամ KGB-ի կամ չգիտեմ ռուսական իմպերիայի գաղտնի գործակալական ցանցի Կրեմլի կուսակցության տարբեր ճյուղերն են։ Դա նոր բան չի մեզ համար։ Սովետի օրոք նույնպես միայն կոմունիստական կուսակցությունը չէր, կար համակարգ։ Կոմունիստական կուսակցություն, գրողների միություն, ժուրնալիստների միություն, արհմիություն, դրանք բոլորը կոմունիստական համակարգ էին։ Հիմա մեկ այլ համակարգ է ստեղծված Հայաստանի Հանրապետության նախագահ, վարչապետ, երբ մեզ ասում են, ասենք, պարոն Հայրիկյան, դուք օրինակ մենակ դուրս եկաք ցույցի, ձեր հետ ընդամենը 20 հոգի էր, բայց ինչ է դարձել, ասում մենք ուրեմն ավելի շատ ենք, քան Հայաստանի կառավարությունը։ Գիտեք, ես ռուսական մշակույթի երկրպագու եմ եւ ես կարծում եմ, հա, որ Ռուսաստանը այս քայլերով կարող է մեր երիտասարդությանը վանել բարձր արժեքներից, որոնք ռուսական մշակույթը իր մեջ պահում։ Բարեբախտաբար աշխարհը միայն ռուսական արժեքային համակարգով չի, ես ռուսական մշակույթը շատ խորն եմ ուսումնասիրել, նաև հարկադրված եմ եղել, շատ հարստացել եմ, ունեմ բազմաթիվ ռուս ընկերներ, բայց կա նաև համաշխարհային մշակույթ, որին մեր ներկայացերունդը ավելի շատ է առնչվում եւ շատ հաճախ հայերը
ուղղակի չեն խոսում դրա մասին, որովհետև համարում են նույնիսկ դրա մասին խոսել էլ չարժի։ Մաքսային միությունս որն է մեկը չի կայանալու։ Ես հազարավոր մարդկանց մասին եմ լսել, որ ասում են մենք դրա դեմ չենք ուզում պայքարել, որովհետև մեկը չի լինելու, դրանք աշխարհի դեմ են վերկացել։ Ինչ վերաբերում է երիտասարդների հակատրամադրվածություն առաջանալուն, բնական է։ Ինչ որ չափով ազատ սերունդ է աճել, որը կարող է մանրուքներում իրեն ցույց տալ կամենա, ինչպես ժամանակին Ղարաբաղ գոռալը ավելի հեշտ էր, մի անհետեցություն։ Երբ կար Արցախի ինքնորոշման հարցը, հենց այնպես դուրս գալ Լենին պարտիա Գորբաչով գոռալ, դա ոչ միայն անհետեցություն էր, այլ նաև ստորություն էր մարդկանց այդպիսի բան գոռալ պարտադրելը։ Հիմա այսօր երբ մեր երիտասարդներն ասում են Միկոյանը լավն է, նրանք առանձին ընդվզում են, մեկն ասում է կվառեմ, մյուսը գնում անունն է փոխում համարձակորեն, մյուսները սպառում են նույնիսկ ավելի ծայրահեղ քայլերի դիմել։ Այո, երիտասարդությունը դրանից հակատրամադրվում է։ Բայց նրանք Միկոյանի դեմ որ ընդվզում են լավ, բայց նրանք ասենք թե Չայկովսկու կամ Դաստոևսկու դեմ չպետք է ընդվզեն։ Բացարձակապես այդպիսի բան չկա։ Ինչպես կարող է առողջ մարդ, առողջ մարդու եւ անառողջ մարդու տարբերությունը որն է, որ առողջ մարդը նույնիսկ իր այնպես հուզմունքի պահին ծայրահեղության մեջ չի գնում։ Մենք ժամանակին համարվում էինք հակառուսական կազմակերպություն։ Բայց երբ ռուսները սկսեցին անդամագրվել ազգային միացյալ կուսակցությունը, այն էլ դեմքեր Էդիկ Կուզնեցով, Կարյագին, Սալդատով, հայտնի դեմքեր ռուս, Սարտակով, Բուչենկո, այդ նույն KGB-ն արդեն զգաց, որ ինքը անզոր է։ Հայրիկյանի կազմակերպությանը ռուսներն են անդամագրվում։ Եթե դա հակառուսական լիներ, չնայած մենք ունեցել էինք կարգախոսներ, Գորչյան ռուսները, Գեցի ազատ ու անկախ Հայաստանը։ Հիմա էլ դա կարող ենք ասել, երբ մեր ազատությանը, մեր պետականությանը վտանգ է սպառնում։ Ռուսաստանի էմիսարները մի լրագրող եկավ, կարևոր չէ անունները, հա, եւ բոլոր չինովնիկները, որոնք գալիս են հիմա, շատ են գալիս այստեղ, մի պարզ միտք են արտահայտում, նույն տեքստ են կրկնում։ Եթե դուք ուզում եք անվտանգություն, եթե դուք ուզում եք, որ Թուրքիա եւ ադրբեջանցիները ձեզ չուտեն, ապա դուք պետք է անեք ինչ որ մենք ուզում ենք։ Այ ինչ կպատասխանեիք այդ մարդկանց։ Կպատասխանեի այն, ինչ պատասխանել եմ։ Իդեպ, երբ Հայաստանում սկսեցին Ղարաբաղ գոռալով քաղաքական ասպարեզ իջնել, ես այդ ժամանակ արդեն 25 տարվա հարուստ փորձ ունեի քաղաքական, ազգային քաղաքական գործունեության։ Երբ Հայաստանը հետագայում ուրախացավ, որ Ամերիկան, աշխարհի երկրներ սկսեցին ճանաչել, ես ուղղակի ծիծաղում էի, որովհետև դրանից 2-3 ամիս առաջ ես նույնիսկ փաստաթղթեր էի ուղարկել ամերիկյան սենատորների 40 սենատորի ստորագրությամբ։ Այսինքն սրանք ինձ համար նորելուկներ էին, բայց իմ խնդիրը իրենց վիրավորելը չէր, նեղացնելը չէր։ Հիմա երբ անվտանգությամբ են ասում են շահարկում են անվտանգությունը, բայց այդ վտանգը ով է ստեղծել եւ այսօր ով է ստեղծում այդ վտանգը։ Լավ, այդքան կարճամիտ ենք, որ կալցու օպերացիան մոռացել ենք։ Կալցու օպերացիան ում դեմ էր ուղղված։ Ով դատարկեց Շահումյանը, ով էր այն զինամթերքը մատակարարում, որով Ստեփանագերտներ գնդակոծվում։ Եթե դու գրագետ քաղաքական գործիչ ես, գիտես, որ անվտանգության երաշխավորը աշխարհի այսօր ՆԱՏՕ-ն է, իր բոլոր բացասական դրսևորումներով։ Եվ եթե դու տեսնում ես, որ զենք մատակարարողը խոսում է քո անվտանգության մասին, քեզ սպանելու հայտարարություններով հանդես եկող պետության ղեկավարին, պետությանը զենք մատակարարողը խոսում է քո անվտանգության մասին, դու միանգամից պիտի հասկանաս, որ այստեղ ինչ որ բան այն չէ։ Եվ պիտի քայլեր ձեռնարկես, իսկ քայլեր ձեռնարկել հնարավոր էր։ Ես ամեն բան հիմա չեմ բացի, բայց շատ կարևոր է հրապարակային։ Անցյալ ժամանակով եք ասում։ Հիմա հնարավոր չէ։ Հիմա էլ է հնարավոր։ Հրապարակային քայլերը։ Մենք ինքներս գիտենք մեզ ստրկացրինք։ Ռուսաստանը արդեն տրամադրված է, Հայաստանը գնում է Եվրոպա։ Հայաստանը եվրոպական համագործակցության մեջ պիտի խտա։ Եվ ինչ կատարվեց։ Ներքին անհատական ճանապարհներով, մեթոդներով կարողացան նախագահին կոտրել։ Բայց քանի որ նախագահն էլ ստրկատիրական մի համակարգ է ստեղծել, իր ստրուկներից որևէ մեկը չասեց. «Տեր ստրկապետ», չեմ ասում «Տեր նախագահ», «Տեր ստրկապետ», բայց չէ որ մենք ուրիշ բան էինք ծրագրել։ Ռուսաստանը ասում է, եթե սրանք այսպեսին են, եթե ոչխարի պես են իրենց պահում, մենք էլ մեզ պահենք գայլերի պես։ Դուք չեք զարմանում, որ այդ գործի գլխին, այսպես ասած, կանգնած է մի կուսակցություն, որի դրոշին գրված է Գարեգին Նժդեհի անունը։ Դե այնքան էլ իրանք հիմա շատ չեն խոսում Նժդեհի մասին։ Նժդեհի վերաբերյալ էր ֆիլմ հանեցին, որը միայն ողբ առաջացրեց, ցավ առաջացրեց, բայց իրական Նժդեհ չմատուցվեց այդ ֆիլմում։ Օրինակ այդ ֆիլմում չերևաց ռուսական իմպերիալիզմի դեմ կռվող Նժդեհը։ Այնտեղ երևաց ինչ որ վերջը, չեմ ուզում խորանալ։
նրանք ոչ մի կապ չունեն Նժդեհի առողջ ազգային մտածողության հետ։ Եվ ես կարծում եմ, թե դուք պիտի Աշոտ Նավասարդյանի մասին հարցնեք, Աշոտ Նավասարդյանը եղել է իմ ամենադժվար տարիների լավ զինակից ընկերը, բայց հետագայում երբ ինձ արտաքսեցին, ինքը չկարողացավ մնալ քաղաքական գաղափարական պայքարի կարևորությունը գնահատողի դիրքերում։ Ինքը գերադասելի համարեց սահմանների վրա մի քանի կրակոցը։ Ես դա ինքնապաշտպանություն չեմ համարում։ Ֆիդայիզմը մեզ մի անգամ կործանել է։ Դրա համար մենք հետևողականորեն նաև Աշոտ Նավասարդյանի հետ խոսում էինք ազգային համակարգի ստեղծման եւ ազգային բանակի ստեղծման մասին։ Հետո Աշոտ Նավասարդյանը այդ ԱԻՆ-ի անկախության բանակի հիման վրա ինչ-որ բան ստեղծեց։ Ես շարունակում եմ իրեն սիրել, ինքը իմ ընկերն էր, առաջին ընտրություններում ընդամենը 1700 ձայն ստացավ, այսինքն ինձնից 100 անգամ պակաս, որը սխալ էր։ Մենք պիտի մեր միասնությամբ, մեր նախնիկին միասնությամբ շարունակեինք արդյունավետ ծառայել մեր այսօրվա հանրապետականները այն ազգային պահպանողական, ասում են ցեղակրոն, չգիտեմ, տարոնականություն։ Ցեղակրոն արդեն չեն ասում, տարոնականություն արդեն չեն ասում, ազգային պահպանողական ասում են, որովհետև իմացան, որ եվրոպական ժողովրդական կուսակցությունը իր մեջ ներառում է քրիստոնեա-դեմոկրատական ուժերին եւ պահպանողականներին։ Իրենք հարմար նկատեցին նրբորեն անցում կատարել ցեղակրոն կամ տարոնական այդ թարգմանաբար ֆաշիստական նշանակով, ես ասում եմ թարգմանաբար, այլ կերպ չեն կարողանալ թարգմանել ֆաշիստական, դրանից անցում կատարեցին դեպի պահպանողականի, բայց եվրոպացիները շատ ներողամիտ են, Սերժ Սարգսյանի Պուտինի հետ նախընտրելի համագործակցություն նախընտրելի համարելուց հետո շարունակեցին իրեն թույլ տալ, որ ասոցիատիվ անդամ, ինչպես ասեմ, զուգորդված անդամ մնա եվրոպական ժողովրդական կուսակցության, բայց վերջին այցելության հետ կապված մենք լսել ենք, որ շատ սառն է եղել ընդունելությունը։ Վերջին հարցը, որը երեք այդ նույն լրագրողը բարձրացրեց, ասաց, որ լավ կլինի, որ ռուսերենը լինի պետական լեզու Հայաստանում, որտեղ 97%-ը հայեր են ապրում։ Այդ հատկատնշական չեք համարում, որ այս կոնտեքստում հարցակումը, այսպես ասած, լեզվի ուղղությամբ է գնում։ Լեզուն շատ կարևոր գործոն է, Աստվածաշնչում ասված է, լեզուն ամեն ինչի սկիզբն է, իսկ սկզբան է, բանն էր եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր, խոսքը։ Այնպես որ մարդիկ հասկանում են, նաեւ մեր ոչ բարեկամները, բայց ինչու ռուսը այդպեսի բան պիտի չասի, այդ հայ մեծ քաղաքական գործիչ կոչվող ազգային անվտանգության խորհուրդ գլխավորող իրավաբանական գիտությունների դոկտորը կարող է պարլամենտում ելույթ ունենալ մի 10 տարի առաջ ու ասել, որ եկեք ռուսերենը դարձնենք երկրորդ պետական լեզու, ինչի եմ շեշտում այդ նրա տիտղոսները, որովհետև իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը գիտի, որ Հայաստանում չի կարող որևէ այլ լեզու լինել երկրորդ լեզու, որովհետև սահմանադրությունը նախատեսում է, որ հայերենն է։ Բայց եթե օտար պետության իմպերիալիստական նկարտումներ ունեցող պետության ներկայացուցիչը լրագրողի մակարդակով, թե դիվանագետի տեսնում է, որ հայ ստրուկներն են այդպես իրենց պահում, ինքը կարող է իրեն թույլ տալ այդպեսի հայտարարություն։ Բայց սա ինձ հիշեցնում է մեկ այլ երևույթ, Ռոբերտ Քոչարյանին երբ հարցրին, ասին դուք ի տարբերություն Շևարդնաձեի եւ Ալիևի առաջին հարցազրույցը ռուսական հեռուստաալիքին ուղիղ եթեր էր, չեք եղել կոմունիստական կուսակցության ղեկավար, ինչպես պիտի երկիրը ղեկավարեք, փոխանակ ինքն ասեր, գիտեք Չերչիլն ու Դեգոլն էլ չեն եղել կոմկուսի ղեկավար, բայց ղեկավարել են, չէ, ինչ եք ասում, ես էլ Մետաքսի կոմբինատի կոմկուսի ղեկավարն եմ։ Նույն հոգեբանությունն է։ Այստեղ ամենա տհաճը, բայց նաև ուրախալին, որովհետև բացահայտվում է դեմքը։ Այն է, որ այդ հայտարարությունը անմիջական լսողներից մեկը չասեց, հե, ստոպ, շատ առաջ գնացիր ընկեր ջան։ Սրանք տարրական բանն էլ չունեն հոգեբանական գիտակցությունը, իրազեկությունը, որ այդ դեպքում քեզ կհարգեին, երբ դու ասել ես, կանգ առ մի հատ, մոռացար դու Հայաստանում ես։ Եվրոպական միության բոլոր ազգերը խոսում են միայն իրենց լեզվով, ունեն թարգմանիչներ։ Դուք էլ եթե ուզում եք Հայաստանում ձեզ լավ զգալ, թարգմանիչներին ձեր հետ բերեք, հետները պատտվեք, բարով եք եկել, բայց չհամարձակվեք մեզ ստիպել ուրանալ մեր ծնողներին։ Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ միայն հայերենը պիտի լինի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ստեսություն։